Վերջին ժամերին կտրուկ վատարացան մեր հարևան Վրաստանի հարաբերությունները արևմտյան երկրների հետ։ Նախորդ օրը վարչապետ Կոբախիձեն տարօրինակ մեղադրանքներ հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին, մեղադրելով նրան պատերազմի կուսակցության ջատագովը լինելու մեջ։ Այսօր առավոտյան Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, որ նրան հրաժարվեց ընդունել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին և չընդունեց փաստորեն նաև նամակ Մարկո Ռուբիոյից, Միացյալ Նահանգների պետքարտուղարից, որտեղ քննարկվում էին ամերիկա-վրացական հարաբերությունները։ Լեհաստանի դեսպանատունը այսօր հորդորեց Լեհաստանի քաղաքացիներին չայցելել Վրաստան հաջողակի դարձած մերժումների պատճառով սահման անցնելու։ Սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլ նաև զգուշացում Հայաստանի համար, որովհետև Արևմուտքը ցուցաբերում է հստակ վերաբերմունք ռուսական ճանապարհով գնացող Վրաստանին և ինչպես ես ամիսներ շարունակ զգուշացնում եմ Երևանին, քաղաքացիական պայմանագիրը մեծ վտանգի է ենթարկում մեր երկրին, դառնալով կամաց-կամաց վրացական երազանք կամ հայկական ուղղձավաճ։